Բարև ձեզ, ողջունում ենք ձեզ արդեն երրորդ դասին CPP.am-ում։ Ուզում եմ ասել, որ այսօր, ինչպես արդեն խոստացել եմ, սովորելու ենք հնարություն տալ ծրագրից օգտվողներին ներմուծել որոշակի արժեքներ, փոփոխականներին իրենք տան արժեքներ եւ դրանով իսկ սովորելու ենք ներմուծման մի եղանակ, որը դեռ երկար ժամանակ ձեզ պետք կգա եւ օգտակար կլինի։ Դրա համար ես կօգտվեմ հիմա Notepad++-ից, հա։ Բացենք Notepad++-ը, մենք երևի հիշում ենք cout, հա։ Այս ֆունկցիան երևի հիշում եք, երբ որ ինչ-որ բան ենք գրում։ Եվ սա արտացոլել այս հատվածը, այս մյուս ֆունկցիայի դեպքում պետք է գրել cin, այսպես, եւ փոփոխական, օրինակ, a։ Եվ ինքը ծրագրում հնարավորություն կտա, որպեսզի մենք ես այս նշանները ուղղակի հիմա չեմ կարողանում հիշել ճիշտ եմ գրել, թե սխալ հակառակն եմ գրել, թե ճիշտ եմ գրել։ Ամենայն դեպս դուք հասկացաք, որ այսպես է սինտաքսիսը հիմնական գրվում։ Ես հիմա կփորձեմ, ասա որ ծրագիրը փորձենք աշխատեցնել, արդեն կերևա։ Եվ հիմա փորձենք փոքրիկ ծրագիր գրել։ Սահմանենք փոփոխականներ integer տիպի integer տիպի a եւ b փոփոխականներ լավ ցել այժմ այս հիմա պետք է այնպես անենք, որպեսզի հա գումարման գործողություն է, որպեսզի ահա այս ստացվի վերջում։ Հա, ճիշտ է, ես սխալ արեցի, այսպես պետք է լիներ։ Cout c Ահա։ Հիմա մեզ պետք է որպեսզի այնպիսի մի բան այստեղ գրենք, որ թույլ կտա մեզ a եւ b թվերը ներմուծելու։ Հիմա գրում ենք cin a b։ Հիմա փորձենք այս ծրագիրը աշխատեցնել, հա։ Cin ֆունկցիան արդեն հասկացաք։ Այստեղ ստորակետի օգնության, այնտեղ բացատով պետք է գրվի ուղղակի, որ բացենք արդեն այստեղ այսպես։ Հիմա սա փորձենք Visual Studio-ով աշխատեցնել, տեսնենք ինչ մեր մոտ կստացվի։ Ահա։ Մեր ֆայլից էլ կօգտվենք նոր ծրագիր։ Կոմպիլյացիան ենք։ Մեկ էրոր բերես, տեսնենք ինչ էրոր է։ Ինչ-որ բան սխալ է եկել include բարի մեջ, հա։ Վերջ, մեկ զգուշացում,
Ինչ ճիշտ հիշեցում է անում, ոչ թե ստորակետ ենք դնում, այլ այսպես պետք է անենք, տեսեք, այստեղ ոչ թե ստորակետ պետք է դրվի, այլ այսպես պետք է արվի։ Հիմա արդեն որ կոմպիլյացիան ոչինչ չի բերում։ Վերջ, խնդիր չկա։ Եվ տեսեք, հիմա, եթե ես գրեմ 1, 2, խնդրեմ, պատասխանը բերեց 3։ Փորձենք ավելի այլ թվեր, 5, 9, 14, արդյունքը միանգամից կբերի։ Վստահ եմ հասկացաք, թե ինչ է իրենց ներկայացնում sin ֆունկցիան։ Կարող եք այսպես հեշտ հիշել c և in։ In, ինչպես գիտեք, անգլերենից թարգմանաբար ներս և out դուրս։ Այսինքն c in ներբեռնում է ինչ-որ բան, c out արտաբերում է ինչ-որ բան։ Որտեղ ավելի հետաքրքիր ձևերով կարելի է օգտագործել c in-ը։ C in-ը կարելի է c in-ից առաջ, կարելի է c out ինչպիսի բան սարքել, օրինակ այսպես։ Օրինակ քանի որ այստեղ լատինատառ է, գրեք առաջին փոփոխականը։ Հիմա փորձենք ավելի գեղեցիկ, այս նույնը անենք։ Հիմա սա կարելի է կոպի անել, գրեք երկրորդ։ Հիմա այսպես մտածնեմ, որ դուք տեսնեք, ինչի մասին է խոսքը։ Խնդրեմ, հիմա սա որ ես կոպի անեմ, բացի սկզբից։ Եթե այստեղ կոնտրոլ բեմ, ոչինչ չկա, տեսեք, գրեք առաջին փոփոխականը, գրեցի, գրեք երկրորդ փոփոխականը, 9, և ինքը 15 արդյունքը կտա, հիմա կարելի ավելի գեղեցկացնել, հիմա երբ որ արդյունքը տա, թող գրի, ահա այդ թվերի գումարը, թող բերի, այսպես, հիմա այս տողը միայն վերագրենք ենտեղ, ընտրեմ, հիմա գրեք առաջի փոփոխականը 6, երկրորդը 4, և տեսեք գրեց, ահա այդ թվերի, այստեղ գրեց, ահա այդ թվերի գումարը 10, հիմա կարելի է ավելի այստեղ պրոֆեսիոնալացնել, այնտեղ մի փոքր թերություն կար, այստեղ մի հատ բացատ ենք դնում, որպեսզի տարբերություն լինի այնտեղ, այսպես, այստեղ էլ բացատ դնենք, հիմա տեսեք ինչ կլինի, 8, օրինակ, 9, և տեսեք գրեց, ահա այդ թվերի գումարը 17, այսպես կարելի է օգտագործել sin ֆունկցիան, այսքանը երևի թե sin ֆունկցիայի մասին, որովհետև sin ֆունկցիայի մասին մնացած բաները ինչ որ կիմանաք, ընթացքում արդեն սա է ընդհանուր տեսքը, իր մնացած բաները կարող ենք իմանալ արդեն ընթացքում, երբ որ ինչ որ գործնական ծրագրեր կստեղծենք, կհապաքենք, ուրիշ ինչ կարող եմ ասել ես։ Երևի թե ոչինչ չեմ ասի այլևս, այսքանը, հետևեք մեր ծրագրերին, ընդամենը մի քանի օրից կհայտնվի արդեն նոր դասը, այսքանը, հաջողություն։